Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է այսուհետ, եթե Իրանը Հորմուզի նեղուցում որևէ նավի հարվածի, Միացյալ Նահանգները դրա դիմաց կոչնչացնի Իսլամական Հանրապետությունում կամուրջներ կամ էլեկտրակայաններ, այդ թվում Թեհրանում կամ մայրաքաղաքի հարևանությամբ։ Թեհրանից էլ հայտարարել են, որ Իրանի իշխանությունները չեն ձգտում վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակառակ հայտարարությունների նպատակն է ազդել նավթի գների վրա։ Նշվում է, որ իրանական կողմը երկխոսություն սկսելու խնդրանքով չի դիմել ԱՄՆ-ին։ Հուլիսի 21-ին Լիբանանի նախագահի հետ հանդիպմանը խոսելով Իրանի մասին, Թրամփը հայտարարել էր, որ Թեհրանը շատ է ցանկանում հանդիպել, սակայն Վաշինգտոնը դեռևս հետաքրքրված չէ դրանում եւ կարծում է, որ իրանական կողմը պատրաստ չէ բովանդակալից բանակցությունների։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով Միացյալ Նահանգները մոտ ապագայում Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու ծրագրեր չունի։ Գիշերը Միացյալ Նահանգները զանգվածային հարված է հասցրել Իրանի տարածքին, ըստ ամերիկյան կողմի թիրախավորվել են հրամանատարական կենտրոններ, նավատորմը, անօդաչու թռչող սարքերի պահեստներ, լոգիստիկ եւ այլ օբյեկտներ։ Իսլամական Հանրապետության տարբեր հատվածներում պայթյուններ են որոտացել։ Իրանական կողմն էլ հայտնել է Քուվեյթում, Հորդանանում, Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում եւ Իրաքյան Քուրդիստանում ամերիկյան ենթակառուցվածքներին հարվածելու մասին։ Ամերիկյան կողմը հայտնել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտության հետևանքով ԱՄՆ զինված ուժերում զոհվածների թիվը հասել է 18-ի այն բանից հետո, երբ հայտնաբերվել է նախկինում անհետ կորած համարվող սերժանտներից մեկի մարմինը։ Իրանն էլ տեղեկացրել է, որ վերջին էսկալացիայի հետևանքով հանրապետությունում զոհերի թիվը հատում է 50-ը, շուրջ 600 մարդ վիրավորվել է։ Եվրամիության ռազմականացման համատեքստում Մոսկվան պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի հայտարարել է Դաշնության արտգործնախարարը։ Միևնույն ժամանակ Սերգեյ Լավրովը հավատացրել է, Ռուսաստանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի։ Ինչ վերաբերում է Վաշինգտոնին, ըստ դիվանագետի, Միացյալ Նահանգները ոչ միայն աջակցում է Ուկրաինային, այլև անմիջականորեն մասնակցում է ուկրաինական զինված ուժերի հարվածների ուղղորդմանը, ինչի հետևանքով Ռուսաստանի տարածքում թիրախավորվում են նաև քաղաքացիական օբյեկտներ։ Ամերիկացիները Եվրամիության ֆինանսավորմամբ զենք են մատակարարում Ուկրաինային, տրամադրում են հետախուզական տվյալներ, ընդգծել է Լավրովը։ Նա հավելել է, որ հուլիսի 23-ին Ֆիլիպիններում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ինչ վերաբերում է նախագահ Թրամփի կանխատեսմանը, թե կարգավորումը մոտենում է, ապա այդ մասին վաղը կհարցնեմ Մարկո Ռուբիոյին, մանրամասնել է Լավրովը։ ԱՄՆ պետքարտուղարը հաստատել է ռուս գործընկերոջ հետ նախատեսված հանդիպումը, հայտնել, որ օրակարգային թեմաներից մեկը լինելու է Ուկրաինան։ Ակնհայտ է, որ պատերազմը բազմաթիվ խոչընդոտներ է ստեղծել, որոնք սահմանափակում են ԱՄՆ-Ռուսաստան գործակցությունը։ Միջուկային տերությունները պետք է երկխոսեն, ասել է Մարկո Ռուբիոն։ Նրա խոսքով ցանկանում են, որ ուկրաինական ճգնաժամն ավարտվի եւ Վաշինգտոնն այդ գործընթացում կառուցողական դեր խաղա։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Դաշնության տարբեր մարզերում, այդ թվում Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական 200-ից ավելի ԱԹՍ խոցելու մասին։ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում նավթաբազա է վնասվել, հաղորդվում է 1 զոհի մասին, տուժածներ կան Կուբանում, Յալթայում, Բրյանսկում։ Գիշերը Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են նաև Կրասնոդարում եւ Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկ քաղաքում Wildberries ընկերության լոգիստիկ կենտրոնների։ Հրդեհներ են բռնկվել, կան տուժածներ եւ 1 զոհ, կառույցների գործունեությունը դադարեցվել է։ Սա վերջին օրերին Wildberries-ի պահեստներին ուկրաինական արդեն երկրորդ հարվածն է։ Հուլիսի 18-ին Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում եւ Մոսկվայի մարզի Էլեկտրոստալում զոհվել է 8, վիրավորվել մոտ 80 մարդ։ Վոլոդիմիր Զելենսկին պարզաբանել է, որ այդ պահեստներում եղել են ԱԹՍ-ների եւ տեղորոշիչ սարքավորումների արտադրության համար նախատեսված բաղադրիչներ։ Ռուսական ուժերն էլ հարվածել են Ուկրաինային, Օդեսայի մարզում բնակելի կառույցներ են վնասվել, կամ 1 զոհ։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Ալեքսանդր Սիրսկուն Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից ազատելու մասին։ Նրան կփոխարինի գեներալ-մայոր Միխայիլ Դրապատին, որը մինչ այս զբաղեցրել է Ուկրաինայի զինված ուժերի Միացյալ ուժերի հրամանատարի պաշտոնը։ Նախագահը նշել է, որ Դրապատիի հետ արդեն քննարկել է հետագա անելիքները եւ երկրի պաշտպանության առաջնահերթ խնդիրները։ Միևնույն ժամանակ Զելենսկին բարձր է գնահատել Կիևի պաշտպանության, Խարկովի հարձակողական օպերացիաների եւ ռուսական Կուրսկի մարզում գործողությունների ժամանակ Ալեքսանդր Սիրսկու ներդրումը, թե ինչ նոր գործառույթներ կստանձնի Սիրսկին դեռևս հայտնի չէ։ Անցած շաբաթ էլ Զելենսկին աշխատանքից ազատել էր նաև պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովին, որպես պատճառ էր նշվում Ֆյոդորովի եւ Սիրսկու միջև լարվածությունը։ Այնուհետև Ուկրաինայի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ անցան, ցուցարարները դեմ էին Միխայիլ Ֆյոդորովի պաշտոնանկությանը։ Քաղաքացիների մի մասն էլ պահանջում էր Սիրսկու հրաժարականը։ Սիրսկին մեկնաբանելով իրեն գլխավոր հրամանատարի պաշտոնից հեռացնելու Զելենսկու որոշումը նշել է, հեռանալով թողնում է այնպիսի բանակ, որը ոչ միայն պաշտպանվում է, այլև հարձակվում։ Նա հույս է հայտնել, որ իրեն հաջորդող Միխայիլ Դրապատին կշարունակի Ուկրաինայի պաշտպանությունը եւ կզարգացնի հարձակողական ներուժը։
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որն արգելում է 15 տարեկանից ցածր անձանց մուտքը սոցիալական ցանցեր։ Օրենքը նպատակ ունի պաշտպանել երեխաների հոգեկան առողջությունը։ Այն կգործի 2027 թվականի հունվարից, իսկ Ֆրանսիան կդառնա եվրոպական առաջին երկիրը, որը նման օրենք կկիրառի։ Ըստ նոր կարգավորումների Ֆրանսիայում բոլորը պետք է հաստատեն իրենց տարիքը սոցիալական ցանցեր մուտք գործելու համար։ Էմանուել Մակրոնը ողջունել է օրենքի ընդունումը, չնայած ձախակողմյան որոշ շրջանակների քննադատությանը։ Դիանա Գասպարյան, լուրեր։